2026-ի սեպտեմբերին հայ գեղարվեստական լուսանկարչության հռչակավոր դեմքերից մեկը Գագիկ Հարությունյանը կդառնար 80 տարեկան։ Նա այն եզակի արվեստագետներից էր, որն ինքնաճանաչողության մի զարմանալի ճանապարհ է անցել խորհրդային տարիներից մինչև անկախ Հայաստան վավերագրական լուսանկարչությունը հասցնելով գեղարվեստական բարձրարվեստ ընդհանրացումների, իր գործերում մշտապես ընդգծելով վերապրումի կարևորությունը։ Հոբելյանական տարվա ընթացքում Գագիկ Հարությունյանի գործերի խոշոր ցուցահանդեսներ կկազմակերպվեն մայրաքաղաքի 3 հեղինակավոր ցուցադրական հարթակներում՝ ազգային պատկերասրահում, գրականության եւ արվեստի թանգարանում եւ Հայ արտ կենտրոնում։ Հայտնի լուսանկարչի Հոբելյանը առիթ է ծառայել Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը կազմակերպելու համար, որի ընթացքում Հայաստան կժամանեն ոլորտի միջազգային հեղինակություն ունեցող մասնագետներ։ Համաժողովի համակարգող է Քրիստիան Սավինին, Նյու Յորքում բնակվող արվեստաբան է, որը շատ տպավորված է Գագիկ Հարությունյանի արվեստով եւ հանձն է առել համակարգել այդ առաջին համաժողովը։ Մենք արդեն նախնական համաձայնություն ենք ստացել շվեյցարական Լոզան քաղաքի Ֆոտոելիզե լավագույն թանգարաններից մեկի տնօրեն Նատալի Հերշդորֆերի, ով ոլորտում շատ մեծ ճանաչում է վայելում։ 30-ից ավելի տարիներ առաջ 1990-ականներին մեծ հիասթափություն ապրած լուսանկարիչը ոչնչացրել է իր իսկ հեղինակած հազարավոր լուսանկարներ։ Այժմ Մշակույթի նախարարության աջակցությամբ վերականգնվում եւ թվայնացվում են Գագիկ Հարությունյանի գործերի սևապատկերները։ Դրանցից թվայնացվել եւ մշակվել են 200-ը, որոնք տպագրվել են Սիդնեյում, Փարիզում եւ Թիֆլիսում, բայց նրա անձնական արխիվում պահպանվում են 5000-ից ավելի սևապատկերներ, որոնք սպասում են բարձրորակ թվայնացման։ Գիտենք բոլորս, թե ինչքան ծախսատար ընթացք է այդ ամենը եւ կարծում եմ, որ պետությունը եւս կտրամադրի ֆինանսական աջակցություն, որպեսզի այդ մյուս հատվածը կարողանանք թվայնացնել։ Պարզապես այս ողջ ընթացքը շատ աշխատատար է, քանի որ թվայնացնելուց հետո դեռ պետք է այդ սևապատկերները մշակել։ Եվ քանի որ հեղինակը ներկա չէ, ցավոք դա շատ մեծ պատասխանատվություն է, թե ինչպես կմշակեր հեղինակը։ Ժամանակին Գագիկ Հարությունյանը ջերմ եւ մտերմիկ հարաբերություններ ուներ մեր գրականության մեծերի Համոսահյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Վահագն Դավթյանի, Սերո Խանզադյանի, Ռազմիկ Դավոյանի հետ եւ համարվում էր նրանց անձնական լուսանկարիչը։ Արդյունքում նա մեծատաղանդ այս գրողների լուսանկարների մի ամբողջ պատկերասրահ է ստեղծել, որը հոբելյանական միջոցառումների շարքում կներկայացվի գրականության եւ արվեստի թանգարանում։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։